Ողջույն, այս ամբողջ հաղորդումը կնվիրենք անցած կիրակի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների քննարկմանը։ Նախ եկեք անդրադառնանք քվեարկության արդյունքներին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 49%-ից ավելի ձայն։ Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանը երկրորդն է 23%-ով։ Երրորդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, որը ստացել է ձայների մոտ 10%։ Այնուհետև Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, որը կախված նրանից, թե ում եք հավատում, կամ 3.99% է հավաքել, կամ 4%։ Այս մասին կխոսենք ավելի ուշ։ Նրանցից անմիջապես հետո Արման Թաթոյանի Միասնության թևեր կուսակցությունն է, որը ստացել է մոտ 2.5% ձայն եւ չի հաղթահարել խորհրդարան անցնելու 4%-ի շեմը։ Այս ուժին հաջորդում են մյուս 13 կամ 14 կուսակցությունները, որոնք միասին վերցրած ստացել են ձայների ոչ ավելի քան 10%-ը։ Անդրադառնալով քվեարկության օրը տեղի ունեցած խնդիրներին, կարելի է ասել, որ բազմաթիվ մեղադրանքներ են հնչել ընտրակեղծարարության, ընտրատեղամասերում խնդիրների մասին եւ փաստացի մեծ մասշտաբով վերահաշվարկ է ընթանում։ Ես կողմ եմ դրան, քանզի պետք է վստահ լինենք, որ արդյունքները բացարձակապես ճիշտ են։ Ակնհայտ է, որ եղել են խնդիրներ, հավանաբար խնդիրներ, որոնք կօգնեն իշխող կուսակցությանը, բայց ես չեմ տեսնում որևէ մասշտաբային բան, որը կարող էր փաստացի փոխել քվեարկության արդյունքները։ Բայց ես տեսնում եմ բաներ, որոնք կարող են փոխել իրավիճակը լուսանցքում հայտնված ուժի, Բարգավաճ Հայաստանի դեպքում։ Հիմա ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք պարոն Ծառուկյանի գլխավորած ուժը կանցնի խորհրդարան, թե ոչ, քանզի դա շատ կարևոր կլինի հաջորդ 5 տարիների ընթացքում։ Հիմա անդրադառնանք երկու հարցի։ Առաջինն այն է, թե ինչու իշխող կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը, ապա անդրադառնանք հարցին, թե ինչու ընդդիմությունը գերազանց արդյունք գրանցեց։ Իշխող կուսակցությունը շատ լավ աշխատեց նախընտրական փուլում, այս ընտրությունները դարձնելով արևելքի եւ արևմուտքի միջև ընտրություն։ Իսկ սա այնպիսի ընտրություն է, որում իշխանությունը միշտ հաղթելու է, քանզի այս պահին Հայաստանում արևմուտքն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան Ռուսաստանը։ Իշխանություններն արդյունավետորեն կիրառեցին խաղաղության թեման, եւ կարծում եմ այստեղ պետք է շատ զգույշ լինենք։ Շատերը կասկածում են հարատև խաղաղության հնարավորությանը, բայց կա այն, ինչ ես անվանում եմ գործնական խաղաղություն։ Սա ըստ իս այն է, ինչի համար քվեարկել են Այսինքն, երբ սահմանին կրակոցներ այլևս չկան, ու եթե որևէ մեկը որդի ունի, որը պետք է հաջորդ տարի զորակոչվի բանակ, դա բավարար կլինի նրա նաև շատ ծնողների համար։ Այնպես որ այս թեմայի արծարծումն ակնհայտորեն իշխանության օգտին ծառայեց։ Ակնհայտորեն գործ ունենք նաև հնարավոր պատերազմի շուրջ ստեղծված վախերի հետ։ Իշխող կուսակցությունը հմտորեն օգտագործեց սա եւ, ինչպես հակառակորդն է ասում, շանտաժի ենթարկեց գլխավոր մրցակիցներին, նրանց ներկայացնելով որպես պատերազմի կուսակցություն, ինչը անկեղծ ասած ճիշտ չէ, բայց իշխանություններն արդյունավետ արեցին դա եւ բավականաչափ մարդկանց վախեցնելու միջոցով ստիպեցին անցնել իրենց կողմը։ Մարդիկ, որոնք այլ պայմաններում չէին քվեարկի իշխանության օգտին։ Այս ամենի հիմքում ընկած է նաեւ երկրի տնտեսության վիճակի հարցը, քանզի վերջին տարիների ընթացքում մենք զգալի աճ ենք ունեցել, փաստացի եկամուտների զգալի աճ, ինչը կարծում եմ ակնհայտորեն ազդում է ընտրողների որոշումների վրա։ Իշխանության հաղթանակի հարցում կարևոր դեր է ունեցել այն աշխատանքը, որ նրանք կատարել են մարզերում։ Գյուղաբնակ մարդկանց համար կառուցել են ճանապարհներ, դպրոցներ եւ այլն։ Սա ակնհայտորեն մեծ առավելություն էր նրանց համար եւ դրա արդյունքն արտացոլվեց գյուղերում քվեարկության արդյունքներով, որտեղ իշխանությունը մեծ աջակցություն ստացավ։ Հիմա անցնենք բացասական բաներին, մասնավորապես այն փաստին, որ մենք վերադարձել ենք 2018-ից առաջ Հայաստանում տիրող իրավիճակին, վարչական ռեսուրսների օգտագործման առումով։ Շատ վայրերում համայնքապետարանները կամ դպրոցները դարձել էին իշխող կուսակցության նախընտրական շտաբերը, ինչը բացարձակապես անընդունելի է, եւ սա արվել է համակարգված։ Հաջորդն այն է, ինչն անվանում են վարչական քվեարկություն։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք աշխատում են կառավարությունում, պետական հիմնարկներում, հատկապես փոքր քաղաքներում կամ դպրոցներում, որոնց խրախուսում են, որ իրենց ձայնը տան իշխող ուժին, կամ օրինակ նրանք իրենք են կարծում, որ պետք է քվեարկեն կառավարության օգտին։ Կախված նրանից, թե ում եք հավատում, այդ մարդիկ ապահովվել են իշխող ուժի ստացած ձայների ընդհանուր թվի մոտ 5-ից 10%-ը։ Եվ վերջինը, որի մասին չի խոսվում, իշխող ուժի ունեցած հսկայական ֆինանսական առավելությունն է, քանզի նրանք մոտ 50 անգամ ավելի շատ են ծախսել ընտրությունների վրա, քան մնացած բոլոր կուսակցությունները, բացի Սամվել Կարապետյանի կուսակցությունից։
Հիմա եկեք հասկանանք, թե ինչու ընդդիմությունը սպասվածից ավելի լավ արդյունք ապահովվեց։ Նրանց իրականում ակնհայտորեն օգնեց քվեարկությանը մասնակցության բարձր ցուցանիշը։ 2021-ի ընտրությունների համեմատ այս անգամ քվեարկությանը մասնակցել է մոտ 250,000-ից 300,000 մարդ, եւ կարծում եմ, որ նրանց մեծ մասն իրականում ընդդիմության օգտին է քվեարկել։ Ընտրություններին մասնակցությունը խթանելու ջանքերը, որոնց մասնակցում էին ինչպես շարքային մարդիկ, այնպես էլ այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, իրականում տվեցին իրենց արդյունքը։ Շատերը, ովքեր մտադիր չէին քվեարկել, գնացին ընտրության, եւ նրանց մեծ մասը դեմ քվեարկեց իշխանությանը։ Հավանաբար գործ ունենք նաեւ ազգայնական տրամադրված ընտրազանգվածի հակազդեցության հետ։ Քանզի շատերը, ովքեր գնացին քվեարկության, հավանաբար դա արեցին ի պատասխան քարոզարշավի ընթացքում վարչապետի արած բազմաթիվ հայտարարությունների։ Դրանք թերևս խթան դարձան այդ ընդդիմադիր ընտրողների համար գնալ եւ իշխանության դեմ քվեարկել։ Մյուսն այն է, որ ընտրողները շատ գիտակցաբար քվեարկեցին։ Նրանք կարծես խուսափեցին քվեարկելուց այն տեխնացուների կամ կուսակցությունների օգտին, որոնք հազիվ թե անցնեին խորհրդարան։ Այս ուժերին, այս փոքր կուսակցություններին տրվող քվեներն իրականում փոշիացվող ձայներ են, որոնք փաստացի չեն գումարվում անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների ձայներին։ Այս ուժերը միասին չեն ստացել 10% ձայն։ Այսինքն մարդիկ շատ գիտակցաբար քվեարկեցին եւ իրենց ձայնը տվեցին այն ուժերին, որ վստահ էին ընդդիմադիր են, որպեսզի պատժեն իշխող կուսակցությանը։ Նաեւ շատ հստակ է, որ եթե կա 25-ից 30% ընտրազանգված, որը միանշանակ կողմ է վարչապետին, ապա այժմ կա շատ կայուն 25-ից 30% ընտրազանգված, որը միշտ կգնա եւ կքվեարկի նրա դեմ, քանզի նրանք վարչապետին ատում են նույնքան, որքան նրան սիրում են իր կողմնակիցները։ Հիմա եկեք անդրադառնանք նրան, թե ինչից էին մարդիկ վախենում, որ տեղի կունենա եւ կազդի ընտրությունների ելքի վրա, բայց որն իրականում տեղի չունեցավ։ Խոսակցություններ կային, որ Ռուսաստանից 100,000 մարդ է բերվել Սամվել Կարապետյանի օգտին քվեարկելու համար, սակայն դա ակնհայտորեն տեղի չի ունեցել։ Եթե նայենք ուղևորափոխադրումների մասին տվյալներին, մասնավորապես թե ովքեր էին ժամանում Հայաստան, քանի մարդ էր ժամանում, ապա այդ թվերը նույնն էին, ինչ նախկինում։ Իրականում նախորդ ընտրությունների ժամանակ եւս նման ով մարդիկ են եկել Հայաստան, ընդ որում ոչ միայն Ռուսաստանից, այլ ողջ աշխարհից։ Ես իրականում կարծում եմ, որ իշխող կուսակցությունը ստացել է այդ ընտրողների զգալի մասի ձայները։ Ռուսաստանից ընտրություններին մասնակցելու նպատակով մարդկանց Հայաստան բերելու ծրագիրը, որի մասին խոսվում էր, անկեղծ ասած, երբեք հնարավոր չէր լինի իրագործել բազմաթիվ պատճառներով, քանզի 100,000 մարդու քվեարկությունը կազմակերպելը ցանկացած վայրում շատ դժվար է։ Երկրորդ, եթե դուք ճանաչում եք Ռուսաստանում աշխատող հայերին, կտեսնեք, որ նրանք այն շրջաններից են, որտեղ վարչապետը մեծ աջակցություն է վայելում։ Հիմա անդրադառնանք կոռուպցիայի դեպքերին։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք լուսաբանել ենք այս դեպքերը։ Իրավապահները մշտապես հաղորդագրություններ էին տարածում կաշառք տալու մասին եւ ձերբակալություններ իրականացնում։ Եվ խոսքը գրեթե բացառապես վերաբերում է Սամվել Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչներին, որոնք փաստացի փորձում էին կաշառել մարդկանց իրենց օգտին քվեարկելու համար։ Այս փորձերի մեծ մասն իրականում ձախողվել է, քանզի պետությունը շատ ուժեղ պայքարում էր դրանց դեմ։ Եվ այդպես էլ պետք է լիներ։ Միշտ էլ դժվար է նման մասշտաբի խարդախ ծրագրեր իրականացնել, եթե չես վերահսկում պետական ապարատը, իսկ եթե վերահսկում ես պետական ապարատը, շատ հեշտ կարողանում ես դրանց դեմն առնել։ Եվ կաշառք տալու այդ դեպքերի հավանական ազդեցությունը, այնքանով որքանով դա փաստացի հաջողվեց անել, հավանաբար բավականին չնչին կլինի եւ չի փոխի ընտրությունների իրական արդյունքները։ Ինչ ազդեցություն էլ դա ունենար, քվեարկությունը ստվերեց վարչական ռեսուրսների կիրառումը, այսպես կոչված վարչական քվեարկությունը, որից մեծապես օգտվեց մյուս կողմը՝ իշխանությունը։ Հիմա անցնենք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավիճակին, որը հիմա թերևս հայաստանյան քաղաքական դաշտի քննարկման գլխավոր թեման է։ Վերջին հաշվարկի ժամանակ ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նրա ղեկավարած ուժին մոտ 50 ձայն էր պակասում 4%-ի շեմը հաղթահարելու համար։ Սա այն նվազագույն շեմն է, որն անհրաժեշտ է խորհրդարան անցնելու համար։ Սա մեծապես կազդի այս կառավարության աշխատանքի վրա այն իմաստով, թե ինչ կկարողանա այն անել։ Նախ եւ առաջ, եթե Բարգավաճ Հայաստանն անցնի խորհրդարան, իշխող քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ 60%-ի ձայն չի ունենա, ինչն անհրաժեշտ է դատավորներ նշանակելու, առավել եւս սահմանադրական փոփոխություններ կատարելու համար։ Ահա թե ինչու է այժմ վերահաշվարկ ընթանում։ Այնպես որ շուտով կիմանանք կանցնի այս ուժը խորհրդարան, թե ոչ։ Եթե որևէ խարդախություն պետք է կատարվի, ապա դա կարվի, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան, քանզի խորհրդարան անցնելու համար այս ուժին փաստացի բավական շատ քիչ ձայն է հարկավոր։ Գագիկ Ծառուկյանը բողոքարկել է քվեարկության արդյունքները եւ պահանջել է վերահաշվարկ։ Եվ ինչ ստացավ նա դրա դիմաց։ Հաջորդ օրը հարկային մարմինները ստուգումներ սկսեցին նրա բիզնեսներում, իսկ նրան արգելվեց բացակայել երկրից։ Հիմա
ինչու է սա կարևոր։ Իլհամ Ալիևի պահանջած սահմանադրական հանրաքվեն խորհրդարանի միջոցով ընտրողների դատին հանձնելու համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է պատգամավորական մոտ 70 ձայն։ Եթե նրանք իրականում հասնեն նրան, որ ԲՀԿ-ն չանցնի, ապա կունենան 63 մանդատ եւ ավելի մոտ կլինեն հանրաքվեն անցկացնել կարողանալու։ Իրականում այդքան էլ դժվար չէ խրախուսել ընդդիմության 3 կամ 4 պատգամավորների կամ սպառնալով կամ շանտաժի ենթարկելով կամ խրախուսելով, որպեսզի իշխանության նախաձեռնության օգտին քվեարկեն, երբ ժամանակը գա։ Այսպիսով սա իրականում բավականին կարևոր է։ Ինչու՞։ Որովհետև Ալիևի սահմանադրական փոփոխությունների ընդունումն իրականում այս կառավարության մանդատն է։ Դա լինելու է նրանց թիվ 1 առաջնահերթությունը, եւ պարոն Ծառուկյանի բացակայությունը դա շատ ավելի է հեշտացնում։ Դրսի հանրության համար, ովքեր դիտորդի կարգավիճակում են հետևում հայաստանյան զարգացումներին, պետք է ասեմ, որ այս կառավարությանը դեմ արտահայտվող մարդիկ միշտ հարցադրում են անում, թե ինչպես կարող է այս իշխանությունն աջակցություն ունենալ այն ամենից հետո, ինչ թույլ է տվել։ Օրինակ Ադրբեջանի կողմից Արցախում հայոց երկրորդ ցեղասպանության իրականացումը կամ այն ազդեցությունը, որը Բաքուն ունի այս կառավարության կառավարման վրա եւ այլն։ Սրան զուգահեռ կա նաեւ մյուս խումբը, որը շատ է աջակցում այս կառավարությանը եւ անում է հակառակ հարցադրումը, թե ինչպես կարելի է չաջակցել իշխանություններին, հաշվի առնելով բոլոր այն մեծ նվաճումները, որ նրանք ունեցել են։ Օրինակ, երկիրն ավելի հարուստ է, Հայաստանը գնում է դեպի արևմուտք եւ կարծում եմ սա հասկանալու համար պետք է հասկանալ իրադրության բարդությունը։ Ըստ իս միաժամանակ 2 բան է տեղի ունենում։ Եկեք դիտարկենք դրանք։ Նախ եւ առաջ սա ազգային նվաստացման կառավարություն է, այն իմաստով, որ սա կառավարություն է, որն ամբողջությամբ ձևավորվել է Բաքվի ռեժիմի կողմից եւ ըստ էության ամեն ինչում հետևում է նրանց հրահանգներին։ Գիտեմ, որ որոշ մարդիկ ասածս կոպիտ կհամարեն, բայց իրականությունն այն է, որ Բաքվի համար կարևոր որևէ հարցի շուրջ Փաշինյանի կառավարության դիրքորոշման եւ Ալիևի դիրքորոշման միջեւ բացարձակապես որևէ հակասություն չկա։ Բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանզի նույն ժամանակահատվածում այս կառավարությունը եղել է ազգային վերափոխման կառավարություն։ Իսկ ինչ է վերափոխումը։ Վերափոխումը նշանակում է, որ Հայաստանն ունի ավելի ուժեղ տնտեսություն, շարժվում է դեպի արևմուտք, հեռանում է Ռուսաստանից։ Երբ նայում ենք, թե ինչպես են մարդիկ իրականում քվեարկել, ստացվում է 2 մոտավորապես իրար հավասար խումբ։ Թեև փոխակերպման ճամբարը մի փոքր ավելի մեծ է եւ դա երևում է ընտրությունների արդյունքներից։ Ըստ էության ընտրողները բաժանվել են հիմնվելով այն բանի վրա, թե որ կողմն են ավելի շատ աջակցում կամ որ կողմն է նրանց ավելի շատ մտահոգում։ Եվ այդ բաժանումը ստեղծել է 2 տարբեր ճամբարներ։ Ամփոփելով միտքը, որ ուրվագծեցի, մարդիկ պետք է հասկանան, որ ընդդիմադիրների մեծ մասն իրականում ռուսամետ չէ։ Ռուսամետները իրականում հավանաբար փոքրամասնություն են։ Հայաստանում ընդդիմադիրներն ավելի շատ ազգայնական դիրքորոշում ունեն եւ դա էլ արտահայտել են իրենց քվեարկությամբ։ Խոսքն ընտրողների այն խմբի մասին է, որը վրդովված է միջազգային ասպարեզում երկրի շարունակական նվաստացումից։ Հիմա եկեք տեսնենք, թե այս ընտրությունների արդյունքներն ինչ են մեզ հուշում ապագայի մասին։ Կարծում եմ ունենք ընտրողների 2 մեծ խումբ, որոնք հավանաբար կազմում են հայաստանյան ընտրազանգվածի 80%-ը։ Առաջին խումբը կկոչեմ Վայմարի հայեր։ Նրանց համար, ովքեր չգիտեն ինչ է Վայմարը, ասեմ, որ դա առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի կառավարությունն էր, որը ստորագրեց Վերսիլյան ամոթալի պայմանագիրը։ Երկրորդ խումբը կանվանեմ Լիկուդի հայեր։ Նրանց ասոցացնելով իսրայելական աջակողմյան ազգայնական կուսակցության հետ։ Առաջին խմբի հայ ընտրողների համար Ադրբեջանի հետ խաղաղությունն իրականում հնարավոր է եւ նրանց համար ամենակարևորը պատմական կամ պատմական արդարության հետ կապված հարցերից անցնելն է բարգավաճման, արևմուտքի հետ ինտեգրման եւ ամենակարևորը Ռուսաստանից հեռանալուն։ Երկրորդ խմբի հայ ընտրողները կարծում են, որ խաղաղություն հնարավոր չէ, եւ նրանց համար թիվ 1 առաջնահերթությունը երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն է, որը նրանց կարծիքով կարող է ձեռք բերվել միայն ուժի միջոցով, եւ նրանք կդիմադրեն ազգային պատմույթների վրա հարձակման ցանկացած փորձի։ Եվ կարծում եմ, որ վարչապետն իրականում մեծ գին վճարեց այս կարմիր գծերը հատելու համար այս ընտրողների հարցում, ինչը նրանցից շատերին ստիպեց քվեարկել հանուն մի բանի, ինչն այլ պայմաններում չէին անի։ Թեև առաջին խումբն ունի բացարձակապես հակասական տեսակետներ միջազգային, սոցիալական կամ տնտեսական այլ հարցերի վերաբերյալ, կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է ակնկալենք, որ այն կհաղթի ընտրությունների մեծ մասում հաջորդ մի քանի տարիների ընթացքում, կամ գուցե 5 կամ 10 տարվա ընթացքում, սակայն երկարաժամկետ հեռանկարում երկրորդ խմբի ընտրողները կգերակշռեն 2 կոնկրետ պատճառով։ Առաջինը ժողովրդագրական է, քանի որ առաջին խմբի ընտրողները անկեղծ ասած 60 տարեկան եւ ավելի բարձր
մարդիկ են, ինչը կազմում է այս խմբի հիմքը։ Մինչդեռ ավելի ազգայնական երկրորդ խմբի ընտրողները 30 տարեկանից փոքր են, եւ ժողովրդագրական առումով ի վերջո յուրաքանչյուր ընտրական ցիկլի ընթացքում առաջին խմբի ներկայացուցիչները նվազում են, իսկ երկրորդ խմբինը ավելանում։ Եվ երկրորդը, որն ամենահետաքրքիրն է, իրականում որքան շատ հաջողություններ է ունենում առաջին խմբի ընտրողների ձևավորած Հայաստանը, իրականում այդքան շատ հնարավորություն է այն ստեղծում, իսկ պետությունն ավելի է հարստանում, ավելի ֆունկցիոնալ է դառնում, ինչի հաշվին կարող է իրագործվել երկրորդ խմբի ընտրողների երկարաժամկետ օրակարգը։ Եզրափակելով եկեք անդրադառնանք ընտրարշավի եւ անցած 5 շաբթի տեղի ունեցած բանավեճի որոշ կարևորագույն պահերի կամ կախված ձեր տեսակետից մի քանի տհաճ պահերի։ Առաջին բանը, որ ձեզ ցույց կտամ, բոլորին դեմ եմ կուսակցության առաջնորդ Սպարտակ Գյուրեղյանի հարցն է Նիկոլ Փաշինյանին կապված նրա այն մեկնաբանության հետ, թե ինչու զինվորները չեն զոհվել պատերազմի ժամանակ։ Ուզում եմ հասկանալ, դուք ինչի համար եք ծնվել, որ մեր այս ազգի որևէ մարդու որևէ դեպքում գտասրտություն առանց վիրավորանքի։ Վիրավորանք չի։ Առանց վիրավորանքի։ Այս զազրելի հարցը, որ տրվել է, ինչի համար ենք մենք չենք զոհվել, այդ նույն հարցը կրկնում եմ պարոն Փաշինյանի համար։ Դուք մեր բոլորի արժանապատվությունը վիրավորել եք ու եկել եք ստեղ, չեք էլ ուզում ներողություն խնդրել դրա համար։ Երկրորդ բանը, որ ձեզ կցուցադրեմ, Հայկ Մարությանի գովազդն է, որում նա կոչ է անում ընդդիմադիր ընտրողներին դուրս գալ եւ քվեարկել։ Նայեք։ Եմ որ ասում եմ Նիկոլի թիվ։ Նիկոլի թիվն է, այսի Հիսուսը որ ուզում էին տենային, ինքը եկել է Հիսուսն է։ Հաստատ Հիսուսն է։ Թրաշնել երեսին Հիսուսն է։ Հաստատ։ Նիկոլը հրաժարական չի տա։ Առանց հաց կմնամ, առանց լույս կմնամ, առանց գազ կմնամ։ Ես Նիկոլ եմ ու Նիկոլ էլ կմնամ։ Ես ոչ, Հայաստանի ոչ մի տարածք ինքը չի անցնելու։ Ինքը մենակ հանձնում է Արցախը, այդ որոշ գյուղերի Նիկոլ ջան, Հայաստանի Փաշաջան։ Ինքը հայ ազգի փրկիչն է, մեր հայ ազգի ցարն է, եսյան ցար եմ ասում, ոչ թե Նիկոլ Փաշինյան վարչապետ, Նիկոլ Փաշինյան ցար, ինքը ցար է։ Եթե թուրքն կա մեզի սաղի մորտը, ես իրանք էլ են Փաշինյանին եմ ուզում է իրանք, թող ուրիշ նույնիսկ մտնի ձերտում ձեր թորներին մորթի կուզեք Փաշինյանը։ Հա, այդքան մի բան։ Հարգելի քաղաքացիներ, այս մարդիկ հաստատ գնալու են ընտրության։ Իսկ դուք թե ուզում եք իրանք որոշեն ձեր ապագան։ Հիմա մի փոքր զվարճալի բան։ Տեսանյութում մի ընտրող է, որին շաբաթ առավոտյան արթնացրել է իր տան դիմաց անցկացված հանրահավաքը, եւ սա է նրա պատասխանը։ Արա կարողա թողեք քնեն, կարա այդ խաղաղությունը վեկան եք։ Իսկ հիմա բանավեճ 10-ամյա տղայի եւ մեր վարչապետի միջև։ Դուք նաև վիրավորում եք տարբեր քաղաքական գործիչների եւ ժողովրդին։ Ես ժողովրդին չեմ կարող վիրավորել, ժողովուրդը իմ գործատունն է, իմ տերն է ժողովուրդը, ես ոնց կարամ ժողովրդին վիրավորել։ Ես շատ եմ լուրեր նայում հանգստել։ Սխալ լուրեր են ցույց տալիս, սխալ բաներ են ցույց տալիս։ Ձեր ալիքով սխալ լուրեր են։ Մենք հենց նոր ցույց տվեցինք ձեզ, թե ինչ տեսք ունի ազատությունը։ Մեր համակարգը հեռու է կատարյալ լինելուց։ Մեր քաղաքական գործիչներն էլ ավելի պակաս կատարյալ են։ Եվ անկեղծ ասած, մեր ընտրողները շատ ավելի լավը չեն։ Բայց եթե ապրում ենք մի երկրում, որտեղ նույնիսկ 10 տարեկան երեխան կարող է նկատողություն անել վարչապետին, դա նշանակում է, որ այդ երկիրն ապագա ունի։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ The dice are loaded. Everybody rolls with their fingers crossed. Everybody knows the war is over. Everybody knows the good guys lost. Everybody knows the fight was fixed. The poor stay poor, the rich get rich. That's how it goes. Everybody knows. Everybody knows the boat is leaking. Everybody knows the captain lied. Everybody got this broken feeling, like their father or their dog just died. Everybody talking to their pockets. Everybody wants